Լասում, կոնկրետ այս չմիում եմ, որ դեպի գնում է Ռուսաստան, կայնած ենք դասմոտերի։ Դեպի Հայաստան գալացողն էլ նույն խնդիրը։ Նույն խնդիրն է Հայաստան գալացողը։ Աֆորմի չեն անում, որը աֆորմի տարել են դոկումենտներ չեն տաս, ասում են ծրագիր չկա։ Բայց վրացական մեքենաները շատ հանգիստ գնում են դեպի Վրաստան։ Հայաստան գալացող մեքենաները կանգնած են։ Կարող է 50 հատի, 60 հատի միջից մի հատ կամ երկու հատ ձևական հայկական մեքենա է տա, որ յանը տեսեք հայերին էլ ենք թողում, անեշի որ հայերին պահում ենք։ Իմը երրորդ օրն է, որ կանգնած եմ։ Կայնաձեի դեմից, որ եկել եմ լար, ռենտգեն անցել եմ, թղթերը չեն վերցնում, հիմա ես իշկան վախտա, չերես բրոկեր են ուղարկում, դոկումենտներ որ տաս աֆորմի տանեմ, որ դու տամոժնուց դուրս գաս։ Հայերը արդեն 40-րդ օրն է։ Մարդ կա, արդեն 40-րդ օրն է կանած, որ պետքա դասմոտր անեն ու չեն արել։ Դեր երկրի մեղքովա որ դուք ստե կանգնած եք։ Պրիչին եմ բռնում, որ յանիմ ծրագիր չկա։ Եթե ծրագիր չկա, այդ ոնց է ուրիշ ազգերի համար է ծրագիրը գործում, հա? Հայերի համար չի գործում։ Մեզ գումարների հարց է։ Ու այդքան ժամանակ մի հատ մեր կառավարությունը այդքան ժամանակ չզանգեց, չհարցրեց, ասես գիտես ինչ կա, հարգելի վարորդներ, մենք մեր գործընկերների հետ, Ռուսաստանի գործընկերների հետ որ խոսում ենք, խիմ մեզի ասում են սենց բան, արդյոք իրական են ասում իրանք, թե մեզ խաբում են։ Մեկը չզանգեց, չհարցրեց, էլի։ Թող մեկն ու մեկը կապնվեն մեզ հետ, մենք էլ իրականությունը իրանց ցույց տանք։ Եթե մեր երկրը մեզ ուշադրություն չի դարձնում, բնականաբար մնացածը ոչ էլ ուշադրություն դարձնեն, անտեսենք, գտանք կորենք։